Ինքը հիմա 8-րդ է, ուրեմն սրա դրական պատասխանը մենք կստանանք։ Հիմա այսօր պարզ կլինի, ինքը իրոք փոխադրվեց 8-րդ դասարան առաջի դասարանից մի անգամից, թե մնաց առաջի դասարան։ Այ դրա պատասխանը այսօր ենք ստանալու։ Մենք այսօր կիմանանք։ Չգիտեմ ճիշտն ասած։ Դասավորում էին, որ մեր տային ասոցիացիայի նախագահի, որ մեծ աջակցություն ունի մեր կողքին կանգնած պետական մարմինների միջնորդը։ Բայց ոնց հասկացնում ենք բոլոր ստորագրողները, հա, այստեղ ներկա չեն։ Բնականաբար մեկը հոկտեմբերյանից է, թող այսպես չթվա, մեկը Գյումրիից չեն գալու։ Գալն էլ իրանց համար խնդիր է, այդ տրանսպորտի ծախսն էլ խնդիր է։ Ուղղակի որ այսպես մեկնաբանում եք, ես նենց հաճույքով կուզեի մեր շատ շնորհակալ ենք ձեզանից, որտեղ եթե ձեր մեկնաբանությունը չլիներ, մեզ ընդհանրապես կարող այդ 6 ամիսն էլ չաջակցեին, բայց մի հատ մտնեք շուկաները, նկարեք, ինչ դատարկություն ա տիրում, ինչ ա կատարվում շուկաներում։ Մենք փորձել ենք, գիտենք, նկարել, որ նա գնում ու շուկան շատ դեպքում մարդիկ խուսափում են տեսանկարահանելուց, բայց պետք է փաստը, իրողությունը, երբ որ գնում են ցույց տալ, ներողություն, թույլ տվեք, ես ասեմ այն, ինչը տեսել եմ։ Մարդիկ ասում են մեզ մի նկարեք, որովհետև մեր հետևից կգան։ Հիմա հարց է առաջանում։ Եթե մենք գնում ենք լուսաբանելու, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ շուկաներում մարդիկ ապրանք լցրած եւ հաճախորդ չկա։ Եվ մեզ ասում են, մեզ մի նկարեք, որովհետև կգան մեր հետևից։ Ճիշտ են ասում։ Մեկը եկել է, չէ՞։ Գիտեք, չի կարելի բոլորին մի հարթակով նայել։ Ամեն մարդ ինքը գիտի, առավել եւս տղամարդկանցը, որ այո, ուրիշ ճանապարհներով մի բան սարքում են։ Էդի բոլորս գիտենք, այսօրվա մեր կառավարությունից առավել եւս նախկինում էլ ա եղել նման բաներ։ Իսկ այսօրվա կառավարությունից առավել եւս եռապատկվել է։ Ես իրավունք չունեմ տվյալ անձին, տվյալ անհաձեռներեցին մեղադրելու։ Իրականում իրավունք չունեմ։ Մարդիկ վախենում են իրանց կյանքից, մարդիկ վախենում են իրանց երեխաներից։ Օրինակ ես այդ տեսակը չեմ։ Ես իմ ամբողջ կյանքս պայքարում եմ։ Ես ինքս հասկանում եմ, որ եթե ես ուզում եմ իմ հայրենիքում ապրեմ, իսկ իմ հայրենիքի դեմ դրված է այն հարցերը, որ պետք է միշտ ամբողջ կյանքս պայքարով ապրեմ։ Ես դա գիտակցում եմ։ Մարդիկ կան, որ վախենում են, ես չեմ կարա։ Ամեն մարդ մի բնավորության տեր է, մի գաղափարի տեր է։ Դուք լուսաբանում եք, ձեր լուսաբանող ժուրնալիստների մեջ էլ կան մարդիկ, որ այն ամենավատ բաները չեն լուսաբանում, որտեվ իրանց հետևից կգնան եւ փաստերը ցույց ա տվել, որ շատ ժուրնալիստների հետևներից էլ են գնացել, բռնել են։ Էդի տեսել ենք, էդի բոլորս տեղյակ ենք, ապրում ենք փոքր պետությունում, մեկը բերան հասնելու է տեղ։ Ու նենց չի որ չեն գնում։ Արդեն խանութների վրա հարձակումներ ա եղել, ես իմ լսածով նաև գիտեմ, որ խանութների վրա մասկեքով են հարձակվել դիմակներով, առանց հաշվի առնելու, որ ընդեղ կան երիտասարդ աղջիկներ, կան միջին տարիքի։ Ես չգիտեմ, դա դուք իրանցից պարզեք, եթե ինձ վրա հարձակումը լիներ, ես կասեի պատճառն ինչ էր։ Բայց ես մտածում եմ բիզնեսով զբաղվողը կարա, հա, լավ, խափի, ընդունում եմ, բայց նման մասկեքով հարձակվել հանցագործ չի, երկրին հարկ տվողը երբեք հանցագործ չի եղել, կամ ասենք դուք պատկերացնում եք, ընդեղ աշխատում է 18-ից 20 տարեկան աղջիկ, որը որ նաև իմ երեխանա, ձեր երեխանա, մեր հայ ազգի, մեր երիտասարդներն են, ինչ այդ մթնոլորտով որ հարձակվեն, ինչ կլինի, նրանց հետագայում ինչ կլինի, ինչ հիվանդություններ ձեռք կբերեն, դուք այդ ամեն ինչը արվում է, որ ժողովուրդը լսի եւ վախենա։ Հիմա դուք հասկացաք, ինչի է վախենում, մարդը իրան չնե։ Ես չգիտեմ, հայրենիք կորցնելու։ Հիմա մարդ կա ռիսկով գնում է պայքարում է սահմանին, մարդ էլ կա, ասենք օրինակի տանում են, ինքը փախնում է հետ է գալի, ինչպես նաև ես կարամ ասեմ, մեր կառավարության բոլոր անդամները ոչ մեկ պատերազմին 44 օրյա չմասնակցեցին, ոչ մեկի զավակները չմասնակցեցին։ Այնտեղ մասնակցեցին մեր զավակները։ 44 օրյա պատերազմը երբ որ մեկնարկվեց, սկսվեց ավելի ճիշտ, ժողովուրդը միահամուռ հրաժարվեցին Թուրքիա մեկնելուց։
Միջև այսօր չեմ ասել։ Բայց հիմա ես պարտավորվածություն եմ զգում, որ ասեմ։ Հրաժարվեցին Թուրքիա մեկնելուց, ապրանք ներմուծելուց, երբ որ լսեցինք, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ Անցավ 7 կամ 8 կամ 10 օր։ Այդ օրերը այնպիսի ծանր օրեր էին բոլորիս համար, ազգի համար, որ ես չեմ կարող հստակ օրեր ասեմ։ Ու մեծ մասշտաբով հայտարարվեց, որ Թուրքիան բացվում է։ Ես անձամբ ինքս մենակ ես ոչ մեկի աջակցությունը չեմ ուզել։ Որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ լինելով, հայ զինվորի մայր լինելով, զանգել եմ Նաիրի Սարգսյանին իր օգնական, ունեցել եմ այդ մի համարը, զանգել եմ եւ ասել եմ, եթե Թուրքիան բացեք, ես հավաքելու եմ իմ շրջապատի որդեկորույս մայրերով կամ միտինգի։ Սկզբից ասեց, ես դա չեմ կարող այդ հարցին պատասխան տամ, դիմեք համապատասխան, ասի ես ոչ մեկի համարը չունեմ եւ ձեզ հեռախոսով եմ ասում, ես գալու եմ հրապարակ, որդեկորույս, իմ շրջապատի որդեկորույս մայրերի հետ։ Ինձ հարցից պատասխան տվեց, դուք որդեկորույս մայր եք, ասեցի ոչ, բայց իմ որդին էլ այդ ճանապարհին։ Եվ այնտեղ ցանկացած կռվող, զոհվող զավակ իմ որդին է։ Ես նման պատասխան եմ տվել, եթե ինքը կհերքի, ես առերեսում կարամ ասեմ։ Ասեց, խնդրում եմ չգաք։ Եվ մեկնարկեցին, Թուրքիան բացեցին, Թուրքիա, որ բեռերը ներմուծենք։ Այսինքն, ի սկզբանե ցույց տվեցին, որ մենք այս պատերազմը պետք է պարտվենք։ Չգիտեմ, միգուցե ես միջնակարգ կրթություն ունեմ, միգուցե ճիշտ չեմ լուսաբանում, միգուցե սխալ եմ լուսաբանում, այդպես չէր մեզ զենք գնելու համար էր, բայց մենք այդ զենքը, այդ փողը տալիս ենք Թուրքին, որ ավելի շատ գներ մեր երեխային խփեր, մեր զավակներին, մեր որդիներին կրակեին։ Դրանից հետո զանգել եմ Գերմանիա, ընկերուհիներիս, որոնք փակել էին Համբուրգի տրասը։ Ամբողջ Գերմանիայի հայ համայնքը հավաքվել էր եւ փակվել էր։ Եվ խնդրել եմ, որ դուք անմիջապես այդտեղից օգնություն եք ուղարկում, խնդրում եմ, կապնվեք անմիջապես վարչապետի հետ։ Ասեք, թող փակեն այդ ճանապարհը, գոնե պատերազմը վերջանա։ Եվ չի եղել։ Հետո դուք ներկա եղաք նաեւ, որ ֆուրերի դեմը որոշ տղաներ փակեցին, թուրքական թույլ չէին տալիս։ Երբ որ մենք կռվում էինք մի պետության հետ, Ադրբեջանի Հանրապետության հետ, որ օգնում էր Թուրքիայի նման պետությունը, բայց մենք թույլ էինք տալի Թուրքիայի քաղաքացիները մտնեին մեր հայրենիք։ Բայց մեզ օգնող Ֆրանսիայի քաղաքացին, օրինակի եմ ասում, թեպետ հոգեպես էր նա օգնում, չէր մտնում, չէ, Ադրբեջան, թույլ չէին տալիս, չէ, խիստ էին այդ հարցերում։ Ուրեմն սիրելիներս, ինչ սպասենք, բայց ես պատրաստ եմ միջև կյանքիս վերջ պայքարել, որպեսզի ապրեմ իմ հայրենիքում, իմ Հայաստանում։ Ես մտածում եմ ավելավա 100 հոգի հեռանա, քան 3 միլիոնը։ Որովհետև որ եթե ես գնամ որպես հայ բնակվեմ օտար երկրներում, անկախ ամեն ինչից, ինձ հայրենիք է պետք, որպեսզի օրերից մի օր գամ եւ ջերմությունը զգամ։ Անհայրենիք մարդը ոչ մեկին պետք չի, ուզում է արքայության մեջ ապրի։ Ես այդպես եմ մտածում, միգուցե սխալ եմ մտածում, բայց իմ գաղափարը դա է, դրա համար ես պայքարող առաջի խմբի մեջ եմ։ Ես ուղղակի պահանջողներից մեկն եմ, որ վարչապետը կամ հրաժարվի, քանի որ ինքը 7 տարի նույն դասանում է մնացել, չի փոխադրվի, ինձ թվում է, որ միանգամից 8 փոխադրվի, դա արդեն երևում է, էլի, որտեվ ինքը միանգամից հիմա 8 է փոխադրվել, ու երևում է, որ մեզ ուզում է թալանի, ուզում է սննկացնի, որ գիտեք ինչ օրի է ուզում հասցնի, որ մենք հացը տեսնենք, հացը կա, բայց չկարողանանք առնել ուտել, գնել ուտել։ Ինքը այդ դրան է ուզում հասցնի։ Այս մարդիկ բոլորը 99%-ը ունեն վարկեր։ Ու իրանց վարկերի հետ մեկտեղ առաջինը վճարում են հարկերը, նոր վարկերը։ Այս բոլոր քաղաքացիները մտածում են այս պետության մասին։ Ի սկզբանե ես ձեզ բացատրեմ իրանց սխալ օրենքը, որ դուք մեջը չեք, ձեզ հասանելի չի։
մեր սահմանի վրա մաքսազերծման ընթացքում մեզնից հարկում են 20% NDS-ը, բայց 20% NDS-ը ամբողջ աշխարհում վաճառքից հետո է հարկվում, բայց քանի որ մեր երկրում, ես դա ընդունում եմ, ճիշտ է, քանի որ մեր երկրում բոլորը զբաղվում են բիզնեսով, կառավարել չի լինի, մեծամասշտաբա մանր ու միջին բիզնեսը, իրանք հարկում են սահմանում։ Ուրեմն եթե հարկում եք դուք սահմանում, ուրեմն ազատ թողեք այս ժողովուրդը ապրեն, վաստակեն իրանց օրվա հացը եւ աղքատության շեմը կրճատեն։ Ինչ եք ուզում հայ ազգից։ Կարելի է այսքան հայ ազգին ատել։ Ես կարծում եմ ոչ։ Չկա անգամ եթե չեմ էլ ուզում դրանց, մեր թշնամիներին էլ եթե բերեք, իրանց մեջ մեր հայերին սիրող կա, իրանց մեջ շատերը կան, որ մեզ սիրում են, չի կարելի մի ազգի այս տեսակ ատել ու նստել այդ ազգին թալանել, եթե ինքը այդքան շատ է ուզում, թող այդ որ կնոջ հետ հանդիպման ժամանակ 1 միլիոն, դա օրինական ցույց բոլորն են տեսել, ես մնացածը չեմ ասում, Աննա Հակոբյանի հետ, որ 1 միլիոն վերցնում էր, թող հələ դրա պատասխանը տա ինչ են արել։ Եթե իրանք մեր պետբյուջեում գումար չկա, խնդրեմ թող $20,000 չթռնեն Ամերիկա, թող թռնեն $1,000։ Պարսկաստանը իր երկրի ղեկավարներին արգելում է թանկ տոմսերով դուրս գալ, թանկ տոմսեր թեկուզ եւ դա իրանց սեփական բիզնեսից եկած եկամուտներն է։ Արգելում է, այո, երկրի ղեկավարը ինքը պետք է օրինակ լինի բոլորին ազգին, որ հասարակ քաղաքացին իր հարկից ավել կամենա տալու, որ ինքը չգա մեզ օրենքներ ասի, այլ մենք մեր հոժար կամքով հարկեր տանք։ Ինքը պետք է ցույց տա, երբ որ բյուջեն ծաղկի, մենք պատրաստ կլինենք 5-ից հետո 10 տանք, որտեղ դա վաղվա մեր երեխաների ապագան է։ Իսկ իրանք բոլորի ներկայությամբ մեզ ներկայացնում են, որ մենք թալանում ենք, մենք հափշտակում ենք, մենք դրա հետ մեկտեղ հետո որ մեզ մեղմացնելու ասում են, ուզում ենք խոշորին բռնեք, պարոն վարչապետ, եթե 3 սահման չես կարում հսկես, դուրս արի, ով կարում է հսկի, ով կարա իր քաղաքացուն ճիշտ ուղղության վրա, պահի իր երկրում եւ բոլորին բերի դեպի երկիր, թող նա նստի, ավել լավ է պատվով հարգանքով դուրս եկեք, դուք ինչ ձև եկաք երկիր, ճիշտ է ես ինքս իր աջակիցն եմ եղել ամենայն ազնվությամբ, որ ազգին ներողություն եմ խնդրել ձեր բոլորի ներկայությամբ, այստեղից բոլորիս ներողություն եմ խնդրել, ցանկացած մարդին ունի սխալվելու, բայց ես հասկացել եմ, որ դա իմ ամենամեծ սխալն է, ներողություն եմ խնդրել, բայց ես դեմ եմ եղել իր գալու ձևերին, դեմ եմ եղել ծաղկե պսակներին, դիակներին, դագաղներին, որ եկան կպան մեր հասարակ ժողովրդի երեխաներին։ Ես դեմ եմ եղել, ի սկզբանե ինքը մեզ սովորացրել է։ Հիմա ես նոր եմ վերլուծելով հասկանում ուր եմ եկել հասել։ Բայց ես պայքարում եմ, ես պայքարելու եմ մինչև կյանքիս վերջ։ Ես պետք է ապրեմ իմ հայրենիքում։ Ես պետք է ապրեմ եւ ոչ այրոպորտի լույսերը չեմ անջատելու։ Ապրելու եմ, գտնելու եմ ինձ հետ համապատասխան աջակիցներ եւ պայքարենք իրանց դեմած։ Եթե իրանք սրան պատասխան չտան, ուրեմն կդիմենք բոլորին, որ կուսակցությունը, որ ճիշտ օրենք կբերի, մենք էլ կմիանանք իրան։ Արդեն ուրիշ ել չկա, մենք ուզեցինք չքաղաքականացնենք, որտեվ քաղաքականությունը դա մերը չի, մեր գաղափարից դուրս է, բայց ինչքան կարելի է այս մարդկանց բերել ցրտին ձնին, այստեղ կանգնեցնել, մարդիկ ի վիճակի չեն, մարդկա չի կարողանում իր տաղավարը թողնի, որտեվ այսօր իր հացի հանապազորյա հացն է վաստակելու, մարդկա այսօր իր վարկի օրն է ինքնարժեքով ապրանքա ծախում, բայց դրա 20% ընդեսը պլյուս 13% մաքսազերծումը վճարել է։ Լիքը մարդիկ կան, որ նիսյա են վերցրել, բերել են, բայց իրա վերցրած գնից էժան է վճարում, որ կարողանա ստեղ մեկապտի տոկոս տա, հետո քիչ-քիչ կփակվի քաղաքացուն։ Շատ ծանր է երկրի վիճակը, շատ։ Իրանք ներկայացնում են, որ սենց կարողա տեսնեն, բայց այս տեսնելը շատ բարդ է, այս հրատակը պետք է հասկանան ինչ է կատարվում։ Դրա համար ես այս նախավերջի հանդիպման ժամանակ ես առաջարկեցի, թող մի հատ Նաիրի Սարգսյանն էլ մեր կողքը լիներ, թեպետ Նաիրի Սարգսյանը ոչինչ չարեց ոսկու շուկայում, թեպետ իրականությունն ասեմ։
Նայիրի Սարգսյանն էլ մեր մոտ լինի։ Ես ինքս կտանեմ, կխնդրեմ իմ գործընկերներին, որ բնակավարով ուզում է թող մտնի բիզնեսի, մենք կաջակցենք, կտանենք, տեղերը ցույց կտանք, կօգնենք բիզնեսը, տաղավար կխնդրենք, կհատկացնեն, թող տեսնեն ինչ ձև ենք աշխատում, որ հասկանան իրանց կաշվի վրա, վերևներում նստելը ու հրամայելը այնքան հեշտ է։ Այստեղ որ մեկին էլ ուզես նստեցնես կրամայի կսննկացնի է ժողովրդին։ Սննկացնելը հեշտ է։ Այդ որ պետ եկամուտների նախարարը խոսքա տվե, ես իմ ինչ թվեր կհավաքվի, փոխվել է Բադասյանը գնացել է ինչ որ նոր նախարար է եկել։ Այդ որ խոսքա տվե, վաղ իր Աստծո դիմաց պատասխան ունի տալու։ Այսքան մարդուն թալանելու համար ինքը իր Աստծո դիմաց պատասխան ունի տալու։ Ես